Մինտեղ բարի երեկո սևի ժողովուրդ, մինտեղ բարի լույս, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան, այսօր մայիսի 5-ն է։ Ուրեմն մի շատ կարճ դասախոսության նման բան եմ ուզում ընթերցեմ, մի լավ գրքից, որը որ հիմա, այսպես ասած, արգելված է Հայաստանի Հանրապետությունում, որովհետև խոսում է Օսմանյան կայսրությունում ապրող հայերի մասին, թե ինչեր են արել հայերը Օսմանյան կայսրությունում, ինչքան են նպաստել այդ կայսրության բարգավաճմանը, վերջում ինչ են արել հայերի հետ։ Մի երկու անազգանոն, որոնք որ հիմա ջնջված են հայոց պատմության էջերից եւ աշխատում են, որպեսզի սերունդը դրա մասին չլսի, քանի որ Վարդան Ղուկասյանին լսում է ավելի շատ մատխաշ սերունդը, այդ իսկ պատճառով ես ուզում եմ, որ մաքսիմալ սատարացի մեր երիտասարդության շրջանում, թե ինչ են արել հայերը թուրքերի համար եւ ինչպես են թուրքերը մեզ փոխհատուցել։ Օրինակ, Գաբրիել Նորատունկյան եւ այսպես, Նորատունկյանը սերում է ամիրանների հայտնի տոհմից։ Այդ տոհմից իր ժամանակին ամենազդեցիկ քաղաքական գործիչներից է եղել Հարություն Նորատունկյանը։ Գաբրիելը ծնվել է 1852 թվականի նոյեմբերի 6-ին Կոնստանտինոպոլսում Գրիգոր աղայի ընտանիքում։ Նախնական կրթությունը տղան ստանում է Շքյուտարի ջեմարանում։ Ջեմարանից հետո պատանին ընդունվում է ֆրանսիական քոլեջ։ Մեկ տարի անց Գրիգոր աղան իր որդուն ուղարկում է Փարիզ, ուսումն այնտեղ շարունակելու։ 1870-1875 թվականներին Գաբրիելը քաղաքականություն եւ իրավունք է ուսանում Սորբոնի համալսարանում։ 1873 թվականին նա դիվանագիտական կրթությամբ է աշխատում Փարիզում Օսմանյան կայսրության դեսպանատանը։ 1875 թվականին դեսպան Ալի Փաշան նկատում է Նորատունկյանի մասնագիտական հմտությունները եւ վերջինից հետ է ուղարկում Կոնստանտինոպոլիս, վստահելով կայսրության արտաքին գործերի նախարարությունում առաջին պատասխանատու պաշտոնը։ Դեսպանի միջոցությամբ Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարար Ռեշիդ Փաշան Նորատունկյանին նշանակում է նախարարության իրավական խորհրդատու։ 1878 թվականին Օսմանյան կայսրության եւ Սերբիայի միջև ցակած քաղաքական անհամաձայնությունները կարգավորելու նպատակով Նորատունկյանը նշանակվում է հաշտեցման խորհրդի նախագահ։ Դրանից հետո նա ընդգրկվում է ռուս-թուրքական պատերազմից հետո ռուսական եւ Օսմանյան կայսրությունների պետական սահմանները գծող հանձնաժողովի կազմում։ 1883 թվականին Գաբրիելը դառնում է Օսմանյան կայսրության գլխավոր իրավագետ խորհրդատուն։ Որպես գլխավոր իրավագետ եւ մեջլիսի անդամ Նորատունկյանը մասնակցում է Հագայի միջազգային ժողովին ներկայացնելով Օսմանյան կայսրության շահերը։ Խնդրեմ։ 1906 թվականին Գաբրիելը նշանակվում է առևտրի եւ հանրային կառույցների նախարար Հայը Թուրքիայում։ Այդ պաշտոնում նա անգնահատելի ծառայություններ է մատուցում կայսրությանը, նպաստում է թուրք-գերմանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը եւ պարգևատրում է Պարկաստանի հետ փոստային կապը։ Բալկանյան, ինչ եղավ էս, փոստային կապը, մի րոպե։ Բալկանյան պատերազմի, ներողություն, Բալկանյան պատերազմի նախորդին 1982 թվականի գարնանը Գաբրիել Նորատունկյանը ստանձնում է արդեն երիտուրքերի կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Նա ցաներ կացության մեջ գտնվող կայսրությանը արտաքին վտանգներից պաշտպանելու համար ջանք ու երան չի խնայում։ Ավաղ Նորատունկյանը նույնպես հավատում էր երիտուրքերի խոստումներին, ոնց որ այսօր Նիկոլա նմանները քարոզում են ձեզ բոլորից։ Սակայն ընդամենը 10 տարի անց Լոզանում անցկացվող համաժողովին Գաբրիել Նորատունկյանն արդեն պաշտպանում է հայ ժողովրդի շահերը հանդես գալով երիտուրքերի կառավարության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության դեմ։ Լինելով հահմուտ դիվանագետ Նորատունկյանը միայն Լոզանի կոնֆերանսից հետո է համոզվում, որ աշխարհն առաջնորդվում է ոչ թե բարոյական սկզբունքներով, այլ քաղաքական սառը հաշվարկներով։ Այսօրվա Եվրոպան է։ Իսկ Սևրի պայմանագիրը ստորագրած երկրները 3 տարի անց հրաժարվում են Թուրքիայի տարածքում հայերի մշակութային ինքնավարությունը ճանաչելուց։ Այսօրվա Եվրոպան է։ Նորատունկյանը վերջնականապես լքում է Թուրքիան եւ հաստատում Ֆրանսիայում։ Օսմանյան կայսրությանը դիվանագիտական անգնահատելի ծառայություններ մատուցած Գաբրիել Նորատունկյանը մահանում է 1936 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի Էմպինե-սյուր-Սեն քաղաքում։ Սա Նորատունկյանի մասով։ Հաջորդ հայը, որ ես ուզում եմ ընթերցել, հարգելի ժողովուրդ, հարգելի երիտասարդներ, շատ կարևոր եւ նշանակալից հայ է եղել Օսմանյան կայսրության մեջ։ Ուշադիր լսեք։ Սարգիս Թորոսյան
1915 թվականի փետրվարին անգլո-ֆրանսիական նավատորմը մոտենալով թուրքական Չանաքալե նավահանգստին եւ սկսեց ռմբակոծել։ Այս իրադրությունը հայտնի է որպես Գալիպոլի ճակատամարտ կամ Դարդանել գործողություն, որի գլխավոր կազմակերպիչն էր Ուինստոն Չերչիլը, ով վրեն թեթև լինի։ Այդ գործունեության նպատակն էր գրավել Ստամբուլը, Թուրքիան դուրս մղել առաջին աշխարհամարտի թատերաբեմից եւ ծովով ճանապարհ հաղթել դեպի Ռուսաստան։ Գործողությունը տապալվեց հայերի անմիջական մասնակցության շնորհիվ։ 1915 թվականի փետրվարին Համիդյան ջարդերից հետո եւ մեծ եղերնի նախաշեմին թուրքական կառավարության կազմում կային տասնյակ հայեր, իսկ օսմանյան բանակի կազմում եվրոպացիների դեմ կռվում էին հարյուրավոր հայեր, որոնց հարազատներն արդեն զոհ էին գնացել թուրքական կառավարության կազմակերպված էթնիկ զտումներին, որ այսօր որոշակի բոզի տղեկ ասում են հարց եղել է թե չէ։ Այսօր թուրքական կառավարություն ամեն բան անում է, որպեսզի Թուրքիայի մոռացության մատնվի հայերի ներդրված ավանդն այդ երկրի ամենատարբեր բնակավարներում։ Սակայն կա մի անուն, որը թուրքերը ջնջել չեն կարողանում։ Այդ մարդու մասին առաջին անգամ խոսել է թուրքական Սաբահ օրաթերթի լրագրող Էնգին Արդաչը։ Նա գրում է. Չանաքալեում Սարգիս Թորոսյան անունով հայազգի մի սպա կար Կեսարիայից։ Նա հրետանու հրամանատարն էր։ Այդ սպայի մարտավարության շնորհիվ օսմանյան զորքերին հաջողվեց ջախջախել եվրոպական նավատորմի զգալի մասը։ Անձամբ Թորոսյանը մի քանի նավեր խորտակեց Գալիպոլի ճակատամարտում, հետո ցաներ վիրավորվեց։ Նա նավատորմի լեյտենանտի կոչում ուներ, իսկ ճակատամարտից հետո դարձավ մայոր։ Սակայն մինչև այսօր Թորոսյանը կյանքի գնով Մինչ մայոր Թորոսյանը կյանքի գնով պաշտպանում էր թուրքերին, 1915 թվականի ամռանը Կեսարիայում թուրքերը կոտորում էին նրա ծնողներին։ Ուշադիր լսեք, սիրելի երիտասարդներ։ Սարգիսը ծնվել է 1891 թվականին Թուրքիայի Էվերե քաղաքում։ Ավարտել է տեղի հայկական ծխական դպրոցը, այնուհետև ընդունվել է Անդրեապոլիսի պետական քոլեջ։ Վաղ տարեկից նա երազում է զինվորական դառնալ, սակայն 1908 թվականին քրիստոնյաներին խստորեն արգելված է ծառայել օսմանյան բանակում։ Քոլեջում ուսանելու տարիներին Սարգիսը մի արաբ ընկեր ուներ, որի հայրն օսմանյան բանակի փաշա էր։ Վերջինիս միջոցությամբ Սարգիսը ընդունվել է ռազմական դպրոց։ 1914 թվականին նա հրետանային զորքերի լեյտենանտի կոչում է ստանում եւ մեկնում Գերմանիա ռազմական պատրաստություն անցնելու։ Եվ Թուրքիան մտնում է պատերազմի մեջ, Թորոսյանը նշանակվում է Էրթուղլու Բերթի, որտեղից հսկվում էր Դարդանելայի մուտքը, պաշտպանության հրամանատար։ 1915 թվականի սկզբին Սարգիսի հրամանատարությամբ Դարդանելի ճակատամարտում խորտակվում են բրիտանական առաջին մի քանի ռազմանավերը։ Սարգիս Թորոսյանի սախրանքը գնահատանքի է արժանանում թուրք բացասության պաշտոնյաների կողմից։ Գեներալ Ջեվադ Փաշան նրան ծանոթացնում է ռազմական գործերի նախարար Էնվեր Փաշայի հետ, ընդգծելով, որ կապիտան Թորոսյանի ղեկավարած ջոկատները միակն են, որոնց հաջողվել է ջրաշուս անել հակառակորդի նավերը։ Դեռերը թուրնար Սարգիս։ Ընդդիմության ընթացքում Էնվեր Փաշան Սարգսին ներկայացնում է գերմանացի բարձրաստիճան սպաներ մարշալ Լիման ֆոն Սանդերսին եւ գեներալ ֆոն դեր Գոլթին, անվանելով նրան Դարդանելի հայազգի հերոս։ Հանդիպման ընթացքում Էնվերն ու գերմանացի զինվորականները Սարգիս Թորոսյանի հետ խոսակցում են Չանաքալեի ռազմաճակատում ստեղծված ռազմական իրադրության եւ բրիտանական զորքերի հաջողության հասնելու հնարավորությունների շուրջ։ Էնվեր Փաշան Թորոսյանի պարգևատրում է նաեւ մեդալներով։ Այդ մասին թուրք լրագրող Էնգին Արդաչն գրում է. Մեդալները Թորոսյանի կրծքին շարելուն զուգահեռ Էնվերի հրամանով հալածում էին հայերը, նրանց թվում Սարգսի ծնողները։ 1915 թվականի հունիսին Սարգիս Թորոսյանի ծնողներն ու քույրը եւս արտաքսվում են դերձոր։ Էվերեկի կառավարիչ Զենքին Փաշան Թորոսյանի ծնողներին առաջարկում է մահմեդականություն ընդունել եւ իրենց փոքր դստերը գնության տալ իր զարմիկին, սակայն առաջարկը մերժվում է։ Մայոր Թորոսյանը խնդրակներ է գրում Էնվեր Փաշային, ապա նաեւ ներքին գործերի նախարար Թալիատ Փաշային, սակայն դրանք նույնպես մերժվում են։ Ավելին, Թալիատի հրամանով մահափորձ է կատարվում նաեւ Մայոր Թորոսյանի դեմ։ Սարգիսը փախչում է Պաղեստին, որտեղ նրա դեմ երկրորդ անհաջող մահափորձն է իրականացվում։ Երիտուրքերի հանդեպ ունեցած ատելությունը Թորոսյանից ստիպում է միանալ արաբներին, որոնք Նյուրի Յուսուֆի ղեկավարությամբ այդ ժամանակ գործում էին դաշնակիցների հովանու ներքո։ Դաշնակիցների զորքերի միանալուց հետո արաբական անապատներից մեկում Թորոսյանը գտնում է իր քրոջը, որը կար ժամանակ անց մահանում է ծանր հիվանդությունից։ Այնուհետև Թորոսյանը մասնակցում է քեմալականների դեմ կազմակերպված տեղական ինքնապաշտպանական մարտերին, սակայն
Դրանց անհաջող ավարտից հետո տեղափոխվում է Միացյալ Նահանգներ։ 1927 թվականին Բոստոնում Սարգիս Սորոսյանը հրատարակում է իր հուշերի գիրքը, որը կոչվում է Դարդանելից մինչև Պաղեստին։ Այդ գրքի վերջին տողերն ավարտվում են Սարգսի զղջման խոստովանությամբ։ Երանի թե եվրոպացիների զորքերը չեղքեին Օսմանյան պաշտպանությունը Դարդանելում։ Այդ դեպքում ընտանիքս կփրկվեր։ Սիրելի երիտասարդներ, ոչ մի պարագայում, ոչ մի դեպքում չպետք է հավատալ եւ գնալ բանակցությունների կամ բարեկամության Թուրքիայի հետ, որին այսօր Եվրոպան այդպես բրթմամեծի Թուրքի բերան։ Ու երբ որ Վարդան Ղուկասյանը խոսում է սրանից, որոշակի փոռիկի ծնունդներ կոմենտարի էին գրում, դոգն էլ ռուսամետ, քեզ էլ հասկացանք։ Ուրեմն լսեք այդ ծնողացածրածներ։ Եթե պիտի Հայաստանը դառնա թուրքական վիլայետ, ուրեմն այն կդառնա ռուսական գուբերնիա, բայց չի դառնա թուրքական վիլայետ։ Ականջներից սա օղարեք։ Եթե հայ ժողովուրդը տվել է հերոսներ, եւ եթե հայ ժողովուրդը տվել է նորմալ սերունդ, որը որ պաշտպանել է հողն ու ջուրը արտաքան պատերազմի ժամանակ, դա եղել է սովետական դպրոցների կրթության արդյունքը։ Բացեք 1978 թվականի օպերայի հրապարակի միտինգի կադրերը եւ նայեք ինչպեսի ազնվիրական սերունդ է մեծացել խորհրդային Հայաստանում։ Հայաստանը փոքր երկիր է, ինքը չի կարա ասի ես եմ ու վերջ։ Տեսեք Իսրայելը, ամեն մեկը մի պետության թևի տակ բնամտած է։ Մենք պիտի մտնենք քրիստոնյա երկրների բարեկամական դաշինքի մեջ, ինչպիսին է ռուսը։ Պիտի լինենք բարեկամական հարաբերությունների մեջ Պարսիկի ու վրացու հետ, պաշտպանելով մեր պետական շահերը։ Դրա մասին են խոսում մեր պետական շահերը։ Մեր պետական շահը, ազգային շահը չի ասում գնա մտի Թուրքի բերան, որ մի 20-30 տարի հետո այսպես Գաբրիել Նորատունյաններ եւ Սարգիս Թորոսյաններ ծառայելով այդ երկրին, վերջի միանց ծնողների մահկանացուն կտեն այս կամ այդ անապատներում։ Թուրքը մնում է թուրք 600 տարի շարունակ է թրկություն ապացուցել է։ Մենք այդ ազգետ անելիք չունենք։ Եվ ով է Պորրիկի ծնունդը, որ ասում է դոգը ռուսամետ է, դոգի եղած չեղածը կերել է, դոգը հայամետ է։ Իսկ հայամետության շահերն ասում է, որ մենք պիտի լինենք բարեդրացական հարաբերությունների մեջ մեր գերագույն հարևան Ռուսաստանի հետ, որի հետ կապված է մեր բոլոր տնտեսական շահերը։ Բոլոր։ Այս շեմուշկից բռնած ձեր արևտրո դուկանում եք Ռուսաստանի հետ, որտեղ ապրում է 3 միլիոն հայ, որը երբեք հայ ժողովրդի ցեղասպանություն չի արել։ Եվրոպացիքի չեն արել, եկել են լարել են, ոչ մի թողե ռադեները մեծի թողելով թուրքերի բերանի մեջ կերել են, մորթել են, ավիրել են։ Սա եմ ասածը։ Ես ոչ ռուսամետ եմ, ոչ ամերիկամետ եմ, ոչ եվրոպամետ եմ, ոչ ես հայամետ եմ։ Իսկ հայ ժողովրդի շահը խոսում է դրա մասին։ Հայաստանը կարա փրկվի միայն քրիստոնեական երկրի հետ բարեկամություն կազմելով, ոչ թե թուրքերի հետ, աչք ու ձախ թուրքեն, որ այսօր նույն Ադրբեջանը դրված հայեմը Հայաստանի ղեկավարության քիթուբենին, սրանք շփիտով ոսր մազոխիստ են, արա, ինձ սրմա սրանցերից սրանք շփիտով պատասխանում են։ Մեզ անվանում է տերորիստ, սեպարատիստ, չգիտեմ ես ինչ ասում, ես իմ հողերն եմ վերադարձել։ Դու իմ ոտերն ես կերել, թե դու քո հողերն ես վերադարձել, երբ այդ ասակներն են թուրքական։ Ու այսօր բոլորը լռում են, այդ ընդդիմադի դաշտի գործիչները լռում են, սենց հայեր 100,000-ներով են եղել, որոնք ծառայել են թուրքերին, հավատացել են թուրքերին, վերջը միած մահկանացուն են կնքել առանց հարգանքի առանանալու, ծնողներով, տեղով, կոթերը փռել են արավի տակ։ Թուրքը երբեք պիտի հայ հետ խնդիրը վերջացրեց, ասելու է Վրաստանին։ Վրաստանի հետ խնդիրը վերջացրեց, ասելու է Հյուսիսային Կովկասին։ Ուտեց շարունակ։ Վարդան Ղուկասյանն ասում է, սովետական միություն, ես դաստիարակվել եմ սովետական միության դպրոցներում, դասագրքերով, մեզ ասել են եղել է ցեղասպանություն, մեզ ասել են եղել է Արարատ, մեզ ասել են եղել է Կոմիտաս, եղել է Սևակ, եղել է Չարենց, եղել է Մեծարենց, Կապել Սունդուկյան, Զորապ Գրիգոր եւ այլն դպրոցներում տիրում է կատարյալ ագրագիտություն։ Թուրք երբեք չի հայ բարեկամ եւ Վարդան Ղուկասյանը երբեք այլամետ չի։ Վարդան Ղուկասյանը հայամետ է, իսկ Հայաստանի պետական եւ ազգային շահը խոսում է նրա մասին, որ մենք պետք է ունենանք բարեկամական հարաբերություն ռուսի, պարսիկի, վրացու հետ առաջնորդության սկզբունքով։ Եվրոպան լավն է, թող Վրաստանին ընդունել Եվրոպա, թող Թուրքիային ընդունել Եվրոպա, ոչ այդքան Թուրքիան լավն է։ Այսքանը տարածեք եւ կրթվեք հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։